Երևանի կենտրոնից հեռու, հին շենքերից մեկի երրորդ հարկում ապրում էր Հրանտ պապը։ Նրա տունը միշտ մաքուր էր, բայց այդ մաքրության մեջ կար մի տեսակ սառը դատարկություն։ Այն դատարկությունը, որը մնում է, երբ տանից հեռանում են մանկական ծիծաղը, կնոջդ ձայնն ու կյանքի եռուզեռը։ Հրանտը 78 տարեկան էր։ Նրա ձեռքերը դողում էին, բայց ոչ թե ծերությունից, այլ սպասումից։ Ամեն առավոտ նա արթնանում էր, սափրվում, հագնում իր սպիտակ վերնաշապիկը, որի օձիքն արդեն մի քիչ մաշվել էր, և նստում էր հեռախոսի կողքին։ Այդ հին սովետական դարաշրջանի սև հեռախոսը նրա միակ կապն էր աշխարհի հետ, ավելի ճիշտ իր աշխարհի, որդու Արմենի հետ։ Այսօր ուրիշ օր էր, Հրանտի ծննդյան օրն էր։ Նա սեղանը գցել էր 2 հոգու համար։ Դրել էր իր կնոջ Անահիտի սիրած սփռոցը, որը պահում էր միայն հատուկ օրերի համար։ Պատրաստել էր տոլմա, թեկուզ ձեռքերը չէին ենթարկվում, բայց փաթաթել էր հատ-հատ, ինչպես Անահիտն էր սովորեցրել։ Մի շիշ հին գինի էր դրել մեջտեղում։ Ժամը 6-ն էր, Արմենը խոստացել էր զանգել։ Նա ապրում էր Մոսկվայում, մեծ գործարար էր, միշտ զբաղված։ Հեռախոսը զանգեց, Հրանտի սիրտը թռավ տեղից։ Նա մի փոքր շունչ քաշեց, որպեսզի ձայնը չդողա, և վերցրեց լսափողը։ Ալո, տղաս։ Պապ, շնորհավոր, լսվեց հեռախոսի այն կողմից։ Ձայնը շտապում էր, ֆոնի վրա լսվում էին մեքենաների ազդանշաններ, ուրիշ մարդկանց ձայներ։ Պապ, կներես էլի, խելագարոր է, ժողովի եմ մտնում հիմա։ Ուղղակի ուզում էի լսել ձայնդ։ Ոնց ես։ Լավ եմ, բալես, լավ եմ, ստեց Հրանտը։ Նա նայեց սառող տոլմային, 2 բաժակներին։ Դու ոնց ես, երեխեքը լավ են։ Լավ են, լավ, պապ, ես քեզ գումար եմ ուղարկել, կստանաս վաղը, ինչ պետք լինի առ, լավ, դե ես փակեմ, հետո կզանգեմ երկար։ Արմեն։ Հրանտը ուզում էր ասել, որ կարոտել է, որ գումար պետք չէ, որ իրեն միայն նրա ներկայությունն է պետք։ Հա, պապ, բան չէ, զգուշ կլինես, հաջողություն։ Լսափողի մեջ լսվեցին կարճ ազդանշաններ։ Տու։ Հրանտը դանդաղ դրեց լսափողը։ Նստեց աթոռին, սենյակում լռությունն այնքան ծանր էր, որ թվում էր կարելի է ձեռքով բռնել։ Նա վերցրեց իր բաժակը, լցրեց գինին, նայեց դիմացի դատարկ աթոռին ու շշնջաց. Կենացդ Հրանտ, ծնունդդ շնորհավոր։ Այդ գիշեր Հրանտը չքնեց։ Նա հանեց հին ալբոմները, նայում էր Արմենի մանկության նկարներին։ Ահա Արմենը, առաջին դասարանում, վախեցած աչքերով։ Ահա հեծանիվի վրա։ Հրանտը հիշեց, թե ինչքան խիստ է եղել որդու հետ, հայ տղամարդու պես, զուսպ, չոր։ Երբ Արմենը ընկնում էր, Հրանտը չէր վազում բարձրացնելու, ասում էր տղամարդ ես, ինքդ ել։ Երբ Արմենը գիշերները վախենում էր մթությունից, Հրանտը չէր գրկում, ասում էր վախկոտ մի եղիր։ Ինչու, մտածում էր Հրանտը, ինչու է այդքան ժլատ սիրո հարցում։ Հիմա, երբ ժամանակս քիչ է մնացել, այդ խստությունից ինչ մնաց։ Միայն հեռավորություն։ Հրանտը վերցրեց թուղթ ու գրիչ։ Նա որոշեց գրել այն, ինչ երբեք չէր ասել։ Նրա ձեռքերը դողում էին, բայց գրում էր. Արմեն ջան, տղաս, ես գիտեմ դու զբաղված ես, դու մեծ մարդ ես դարձել ու ես հպարտ եմ քեզնով։ Բայց ես մի բան եմ ուզում խոստովանել. ես սխալ եմ ապրել, բալես։ Ես կարծում էի հայր լինել նշանակում է տուն պահել, հաց բերել ու խիստ լինել։ Բայց հիմա այս դատարկ սենյակում հասկանում եմ, հայր լինել նշանակում է պարզապես կողքիդ լինել։ Ներիր ինձ, որ քեզ քիչ եմ գրկել, ներիր, որ երբեք չեմ ասել սիրում եմ քեզ։ Ես վախենում եմ մեռնել, Արմեն, բայց ոչ մահից, այլ նրանից, որ էլ երբեք չեմ տեսնի քո աչքերը։ Նա ծալեց նամակը, դրեց ծրարի մեջ, բայց չփակեց։ Թողեց սեղանին, հեռախոսի կողքին։ Անցավ 3 օր։ Մոսկվայում Արմենը նստած էր իր շքեղ գրասենյակում։ Գործերը լավ էին, բայց մի անհասկանալի տագնապ կար սրտում։ Նա հիշեց հոր ձայնը հեռախոսով։ Այնքան հանգիստ, բայց այնքան մարող։ Այդ բան չեն ականջներում էր։ Արմենը փորձեց զանգել, ոչ ոք չպատասխանեց։ 1 ժամ անց նորից զանգեց։ Լռություն։ Արմենի սիրտը սկսեց արագ խփել։ Նա թողեց ամեն ինչ, չեղարկեց հանդիպումները և գնեց առաջին իսկ ինքնաթիռի տոմսը դեպի Երևան։ Ճանապարհին նա աղոթում էր. Մենակ թե հասցնեմ, պապ, մենակ թե տանը լինես։
Նա հիշեց, որ վերջին անգամ հորը տեսել էր 2 տարի առաջ։ 2 տարի։ Ինչով էր նա զբաղված։ Փողով, կարիերայով, իսկ հայրը մենակ էր։ Երբ Արմենը հասավ շենքի բակ, արդեն գիշեր էր։ Նա վազելով բարձրացավ աստիճաններով, մոռանալով վերելակի մասին։ Բանալին դողալով մտցրեց կողպեքի մեջ։ Դուռը բացվեց։ Տանը լուռ էր։ «Պապ», ձայնը խզվեց։ Նա մտավ հյուրասենյակ։ Հրանտը բազմոցին էր, կիս պառկած, աչքերը փակ։ Սեղանին դեռ դրված էր չհավաքած սպասքը՝ 2 ափսե, 2 բաժակ և չբացված գինին, և ծրարը։ Արմենը քարացավ։ Նա դանդաղ մոտեցավ հորը, ծնկի իջավ նրա դիմաց ու բռնեց ձեռքը։ Ձեռքը սառն էր, բայց դեռ թույլ զարկերակ կար։ Հրանտը շնչում էր, բայց շատ ծանր։ «Պապ, ես եկել եմ։ Պապ, բացիր աչքերդ»։ Արմենի աչքերից արցունքները կաթացին հոր ձեռքին։ Հրանտը դժվարությամբ բացեց աչքերը։ Նրա հայացքը մշուշոտ էր, բայց տեսնելով որդուն, մի թույլ, շատ թույլ ժպիտ հայտնվեց դեմքին։ «Եկար բալես», շշնջաց նա։ «Ես գիտեի, ես սպասում էի»։ «Ներիր ինձ, պապ, խնդրում եմ, ներիր, ես ապուշ եմ, ես չհասկացա»։ «Սուս»։ Հրանտը դժվարությամբ բարձրացրեց ձեռքը և դրեց որդու գլխին, ինչպես մանկության տարիներին։ «Դու մեղավոր չես, կյանքն է այդպիսին։ Կարևորը հիմա այստեղ ես»։ Արմենը տեսավ սեղանի վրայի նամակը։ Նա վերցրեց այն, արագ կարդաց։ Յուրաքանչյուր բառը դաշույնի պես մխրճվում էր սրտի մեջ։ «Ներիր, որ երբեք չեմ ասել սիրում եմ քեզ»։ Արմենը հեկեգալով գրկեց հորը։ Այդ պահին նա ոչ թե 40 տարեկան գործարար էր, այլ 5 տարեկան տղա, ով ուզում էր միայն հոր գիրկը։ «Ես էլ եմ քեզ սիրում, պապ, շատ եմ սիրում, խնդրում եմ, մի գնա»։ Հրանտը խորը շունչ քաշեց։ Նա նայեց որդուն, հետո նայեց սենյակի պատերին, կարծես հրաժեշտ էր տալիս իր տանը։ «Արմեն», ասաց նա ավելի հստակ ձայնով, «սեղանի դարակում մամայիդ մատանին է։ Կտաս աղջկադ։ Ասա, որ տատիկն ու պապիկը իրեն շատ են սիրում»։ «Կտամ, պապ, անպայման կտամ։ Ու մի բան էլ, տոլման սառնարանում է, չթողնես փչանա»։ Սա Հրանտի վերջին կատակն էր։ Նա ժպտաց, աչքերը փակեց, և նրա ձեռքը, որը դեռ որդու գլխին էր, ծանրացավ ու սահեց ներքև։ Սենյակում տիրեց լռություն, բայց սա այլևս դատարկ լռություն չէր։ Սա սիրո, ցավի ու հաշտության լռություն էր։ Արմենը մնաց հատակին նստած, գլուխը հոր ծնկներին դրած, մինչև լուսաբաց։ Առավոտյան արևի շողերը ընկան սեղանի վրա դրված 2 բաժակներին։ Մեկը դատարկ էր, մյուսը լիքը։ Արմենը վեր կացավ, լցրեց 2-րդ բաժակը, բարձրացրեց այն դեպի լուսամուտը ու ասաց. «Բարի լույս, պապ, շնորհակալ եմ, որ սպասեցիր»։ Սիրելի ընկեր, հիմա երբ լսում ես այս պատմությունը, մի պահ կանգ առ։ Եթե ծնողներդ ողջ են, մի սպասիր հատուկ առիթի, մի սպասիր ծննդյան օրվա։ Հենց հիմա վերցրու հեռախոսը ու զանգիր, ասա, որ սիրում ես, որովհետև մի օր հեռախոսի այն կողմում կարող է լինել միայն երկար, անվերջանալի լռություն։